Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ պարոն Կարո Եղնուկյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Եղնուկյան։ Անչափ շնորհակալ եմ, որ ընդունելիք հրավերը։ Շնորհակալ եմ։ Վաղուց չենք զրուցել։ Մենք խոսելու ենք Հովանավանքում տեղի ունեցածի մասին, որովհետև կարծում եմ սա խորքային խնդիր է։ Փորձենք վերլուծել, ինչ տեղի ունեցավ։ Բոլորս տեսնում ենք սոցցանցերում տարածված է այդ նկարը, որ երիտասարդի բերանը փակած դուրս են բերել, փակելով դուրս են բերել։ Ստեփան Ասատրյան իրավունք չունես պատարակ մատուցելու այդ խոսքերի համար այդ մարդուն ուրեմն այդպեսիով դուրս բերեցին։ Մյուսները երախտիկի խոսքեր, ծափ ողջույններ եւ մեծ թվով ոստիկաններ պատարակի մատուցման ժամանակ եւ եկեղեցուց դուրս, եկեղեցուց ներս, ինչ տեղի ունեցավ Հովանավանքում եւ ամենակարևորը ինչ էջ գրվեց մեր պատմության մեջ։ Մեր պատմության մեջ գրվեց խայտարակ մի էջ, խայտարակ նրանով, որ մեր 1700 տարվա եկեղեցուն այսօրվա իշխանությունները փորձում են վարկաբեկել։ Վարկաբեկում են դա ոչ ուղղակի, որտեղ վարկաբեկում են կրոնական հայրերին, այսպես ասած, ինչ-ինչ պատճառներով, բայց դրանից վարկաբեկում է եկեղեցին։ Եվ ես վստահ եմ, որ նպատակը եկեղեցին վարկաբեկելն է, ոչ թե Գարեգին Բեին կամ մնացածներին։ Ով չի իմանում, որ մեր եկեղեցականները մարդ են առաջին, հետեւաբար իրենք են տրվում մարդկային բոլոր հիվանդություններին կամ արատներին։ Գարեգին Բեի կին ունենալը, երեխա ունենալը նորություն չի, որպես խոսք, ես ապատվիչ չունեմ, որպես փաստ չեմ ասում եմ որպես խոսակցություն։ Այդ խոսակցությունները ես 30 տարուց ավել լսել եմ։ Հիմա ճիշտ է, թե սուտ է, դա էական չէ այս պահին։ Ստեղ որովհետև նորից եմ ասում, մենք պետք է նայենք, թե ոչ թե թիրախը եկեղեցականն է, այլ եկեղեցին է։ Եկեղեցին են պարակտում։ Հիմա ինչ է նշանակում, որ կարգալույծ եղած տերայրը կատարի ցես։ Դա նշանակում է, որ այդ կոնկրետ այդ եկեղեցին այլևս չի ենթարկվում էջմիածնին եւ էջմիածնի որոշումը արհամարում է, այդպես են եղել պարակտումները։ Գիտեք, մենք նայենք համաշխարհային կրոնների հետ կապված, քրիստոնեություն նայենք առաջերտին, դե կան ուղղափառներ կամ կան կաթոլիկներ եւ կան բողոքականներ։ Այդ բողոքականները այդ ճանապարհով են գնացել։ Նրանք բաժանվել եւ այսօր կա երևի 1000-ից ավել բողոքական եկեղեցիներ։ Ամեն մի տերայր իր եկեղեցին առանձնացրել է, որպեսզի չենթարկվի, որպեսզի ինքը որոշի, թե ինչ է անում, ինչպես է անում, գումարում է տալիս, էջմիածնին պետք չի դա։ Հիմա դա այս քրիստոնեության մեջ պարակտումը առաջի հերթին արեց դեռ չեմ անում որ դարում էր Հենրի 8-րդը Անգլիայի, նա ուզում էր բաժանվել իր կնոջից, քանի որ կաթոլիկ եկեղեցին նրան չէր տալու բաժանվելու իրավունքը, նա առանձնացավ, ստեղծեց անգլիկան եկեղեցին եւ իրեն նշանակեց, այսպես ասած, շագերտների մեջ անգլիկանների կաթոլիկոսը։ Այսօր մինչ օրս Անգլիայի անգլիկանների առաջնորդը եկեղեցական թագավորն է, իր ժառանգությամբ փոխանցվում է։ Նա արեց իր անձնական շահի համար։ Հիմա նույն բանը մի քիչ տարբերություններով արվում է Հայաստանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է էջմիածնի հեգեմոնիան եւ իր դիրքը քանդի։ Առաջին դա սկսվեց սփյուռքին առանձնացնելուց, որովհետև մի բան, որ հայերը ունեն, որ միասնական է, դա մեր կրոնն է։ 95% հայերի լուսավորչական են մեր եկեղեցի։ Եվ միայն 5%-ն է, որ
բողոքական եւ կաթոլիկները միշտ շատ բողոքականներ ավելի քիչ եւ ինչ է հիմա սա դառնում այս հովանավանքու այդ բանը փաստորեն մի աղանդ է ստեղծվել այնտեղ այդ եկեղեցում որտեղ եթե դու չես ենթարկվում էջմիածնին ուրեմն դու աղանդ ես Շատ ներողություն, որ ընդհատեցի, դուք շարունակեք պարզապես պարզաբանման համար։ Ստացվում է դուք բողոքականների օրինակը վերեցիք, ստացվում է Փաշինյանի գործելավոճը բողոքական գործելավոճ է, նախ առաջինը եւ երկրորդը։ Բողոքականությունը կրոնականների սպասավորների մեջ է, կրոնի մեջ է ձևավորվում, թե այնուամենայնիվ, քանի որ Փաշինյանը ինքը վարչապետ է, ինքը ոչ մի եկեղեցական բան չունի, հա, կարգ չունի։ Մենք առաջին պետք է տարանջատենք բողոքական բառը բողոք բառից, որովհետև բողոքականները, այսպես ասած, կրոնական հավաքածու են տարբեր, իսկ բողոք այսօրվա, այսպես ասած, բողոքը, որ իշխանությունները բարձրացնում են, դա բողոքը բարձրացնելով իրենք պարակտում են նպատակը եկեղեցին պարակտենն է ասելով որ այս եկեղեցին էջմիածնի եկեղեցին գարեգին բն բարոյական իր նորմերով չի համապատասխանում եւ այլն հետեւաբար ինքը կարգալույց է եղել չնայած որ ոչ մեկը գարեգին բնին կարգալույց չի արել եւ չեն է կարող անել իսկ բայց իշխանությունները այդ թեզն են անում որ կարգալույց եղած կաթոլիկոսը չի կարող կարգալույց անել մեկ տերայրի Հիմա սա բառախաղ է եւ մանիպուլյացիա է իրականության, նույնիսկ եմ ասում, դարեգին բն կարգալույց չի եղել։ Ինչքան էլ որ նրանք մենք չսիրենք, չհավատանք եւ այլն։ Դա ոչ մի կապ չունի։ Եկեղեցին որպես կառույց, որպես մեր հնագույն կառույցը եւ կարող եմ ասել այսօր միայնակ կառույցն է, որ համախմբում է հայերին։ Չկա մեկ այլ կառույց, որ կարող է համախմբել հայերին Եվ դա ապացուցվեց իմիջայլոց եւ հենց դրանով վախեցան իշխանությունները ապացուցվեց սրբազան պայքարի առաջի ցույցի 70,000-ի չափ 50-70,000-ի չափ ժողովրդի հավաքվելը դա այն ազդանշանն էր որ երբ որ ժողովուրդը հույսը կորցրել էր ամեն ինչից ոչ մեկին չէր հավատում մի եկեղեցական, որը որոշ չափով ուներ հարգանք, Բագրատ Սրբազանի մասին է խոսքը, ժողովուրդը արձագանքեցին դրական ձևով իր, որտեղ ինքը նաև բերել է շատ կարևոր հարցեր, հողեր չեն հանձնում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական եւ արտահերթ ներություն, ժամանակավոր անցումային կառավարություն։ Սա այն 3 կետերներ, որը համընկնում էր ազգային ժողովրդական բևեռի կետերին, դրա համար մենք միացանք այդ շարժմանը։ Հիմա հարց է ցակում, լավ միացանք ինչու, հետո դուրս եկանք, որովհետև այդ շարժումը շեղվեց այդ 3 կետերից։ Եվ ինչու շեղվեց։ Այս ամեն ինչ իրար հետ փոխկապակցված են, մի քիչ շատ հեռու եմ գնում, բայց ինչպես շեղվեց։ Շեղվեց, որովհետև իշխանությունները եւ 5-րդ շարասյունը ռուսական 5-րդ շարասյունը տեսան մեծ վտանգ իրենք չէին պատկերացնում որ սրբազանը 70,000 մարդ հավաքել հրապարակում հետեւաբար անմիջապես սկսվեց այդ շարժման դեմ գործողությունները իշխանությունների կողմից մի ձևով խոչընդոտներ եւ այլն։ Իսկ 5-րդ շարասան կողմից այնպես արեցին, որ սրբազանը շրջապատված էր իրենց ներկայացնելով եւ սրբազանը ենթարկվում էր իրենց հրամաններին, որովհետեւ իրենք էլ վախեցան այդ դրանից, որովհետեւ այսպես կոչված պարլամենտական ազգային ժողովի ընդդիմությունը երբևիցե ընդդիմություն չի եղել։ Նրանք մինչ օրս խաղում են սև ու սպիտակ խաղը, որպեսզի ժողովուրդը չունենա այլ ընտրանք, քան ընտրի Նիկոլ Փաշինյանին, որովհետև երբ որ հայեմատությունը դրվում է 5-րդ շարասան տեխնացուներին, սկսած Ռոբերտ Քոչարյանից եւ ներքև,
ժողովուրդ ասել չէ, մենք չենք ուզում դա, ուզում ենք Նիկոլին։ Դրա համար ձեռը տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այդպիսի ընդդիմություն ունենա եւ այդ սրբազան շարժման կուլմինացիան 70,000-անոց հրապարակում որ փակվեց, դա վախեցրեց համ Ինգյուրջ Շարասյանը, համ իշխանություններին։ Եվ նրանք գործեցին եւ ինչպես Ինգյուրջ Շարասյանը նախկինում լի դա լաոների շարժումը թե 17+-ը ցրեցին ժողովրդին եւ մարեց այդ շարժումը։ Եվ այսօր գիտենք Բաղրատ Սրբազանը ուր է։ Որպես քաղբանտարկյալ գտնվում է Բանդում, Աչապարյանի հետ միասին։ Եվ նաև իհարկե Սամվել Կարապետյանի հետ միասին։ Նրանք բոլորն են քաղբանտարկյալ են։ Ես այդ մարդկանց իմ անձնական մոտեցումը, թե ինչպեսի անձնավորություններ են, իրենց բարոյական կերպարը եւ այլն, հեչ կապ չունի իրենց առանց երկուտության ասել, որ իրենք քաղբանտարկյալ են, որովհետև քաղբանտարկյալը որոշվում է ոչ թե իրենց արարքներից, այլ թե իշխանությունների կողմից խտրական մոտեցումով։ Եթե իշխանությունները խտրական մոտեցմամբ են մոտենում այդ մարդկանց եւ նրանց կալանավորում են, այդ մարդիկ դառնում են քաղբանտարկյալ։ Եթե չեն կալանավորում, բայց կա խտրական մոտեցում, քաղհալածյալ են։ Քաղհալածյալի եւ քաղբանտարկյալի տարբերությունը, որ մեկը բանտարկված է, մեկը ոչ։ Հիմա այդ մարդիկ քաղհալածյան են։ Ես իհարկե չեմ ընդունում ոչ Սամվել Կարապետյանի բռնած դիրքը, որը պրոռուսական է, ոչ Աչապարյանին եմ այնքան կողմնակից, որովհետև նա այն մարդներ, որ ասում էր, որ ինչ կա թող մի քանի հոգի էլ Բենտլի ունենան, կամ նորից ռուսական, պրոռուսական բաներ կար իր արտահայտությունների մեջ, չմոռանանք 15 թվի Պրեմյակովի ցույցի ժամանակ ժողովրդին տուն ուղարկող ինքն էր։ Հետևաբար իմ համար միանշանակ չի անձնավորությունը, բայց միանշանակ է, որ նա քաղբանտարկել է այս պահին, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրենց դարձրեց քաղբանտարկյալ։ Շնորհակալություն, Բագրատ Սրբազանի գործոնին անդրադառնանք, նորից վերադառնանք։ Դուք ասացիք, որ 5-րդ, երբ որ տեսան այդ գործոնը, այդ ազդեցիկ լինելու պարագան, այնտեղ 70,000 եք ասում տարբեր թվեր կային, կապ չունի, մենք չենք հաշվել, այո, 35-ել են ասել, 40-ել են ասել, 70, ու համենայն դեպս որ թիվը որ ասվել է, իսկապես աննախադեպ էր վերջին շրջանի համար, վախեցնող էր։ Եվ ձեր խոսքից գալիս է, որ վախեցրել է ինչպես իշխանություններին, այնպես էլ դուք ասում եք 5-րդ Շարասյանը, որի թիկունքում այնուամենայնիվ դուք էլ եք ասում պրոռուսական են, թիկունքում Ռուսաստանն է։ Այդ դեպքում այսօր այս ճեղքումը որ տեղի է ունենում, Բագրատ Սրբազանի գործոնը վերցնենք եւ հիմա տեղափոխենք, ինչու դուք այդ օրինակը բերեցիք, որտեղ ասեք եկեղեցին շատ ազդեցիկ է։ Եկեղեցու շուրջ կարող են միավորվել։ Եկեղեցին կարող է, այո, հենց այդտեղ էլ ճեղքում է մցվում։ Ոստի ճեղքումը մցվում է եւ շատերը ասում են սա հիբրիդային պատերազմի մաս է։ Դուք էլ ամենասկզբում ասացիք սա միայն կաթողիկոսի հարցը չէ, սա եկեղեցու, այդպես եք դուք գնահատում։ Ում է պետք այդպիսի խորը ճեղքում մտցնել, արդեն հոգևոր ասպարեզում հայության մեջ։ Առաջ նախկին ներկաների պարագայով էր մտցվում ճեղքում, հիմա ամենացավոտն է, հոգևոր պարագայում։ Ում է ձեռնտու իշխանություններ եւ Ռուսաստան նորից։ Այստեղ ես Ռուսաստանին կանեի, Ռուսաստանին ձեռնտու չէ, եւ Ռուսաստանը այլևս այն դիրքերը չունի, որ այդպիսի խավեր տա։ Այստեղ ձեռնտու է թուրքական աշխարհը։ Թուրքական աշխարհ ասելով Թուրքիա եւ Ադրբեջան։ Դա առանձնացնեմ, որտեղ ուզբեկները, ղազախները սրա հետ կապ չունեն։ Բայց Ադրբեջանն ու Թուրքիան սրա իրենց մտահղացումն է եւ այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ կատարում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջը։ Ես ես հիշեցնեմ, որ իմիջայլոց եկեղեցի քանդելը որպես վերջին մեր ինստիտուցիոնալ 1700 տարվա ինստիտուտը, որը կայացել է, որը պետության դեր է կատարել Օսմանյան կայսրության ժամանակ հայերի համար
այդ կառույցին քանդելը շատ կարևոր բան է, որովհետև հիմա գամ այդ հիբրիդային պատերազմը եւ ինչպես են հիբրիդային պատերազմներում մարդկանց բարոյալքում, որովհետև եթե դու չբարոյալքես ժողովրդին, դու չես կարող այդ ժողովրդին հաղթել։ Մեր նկատմամբ տարբեր կողմերից այստեղ ռուսերն էլ միասին բարոյալքման գործունեության մեջ են։ Ռուսաստանը չի շահագրգռված, որ հայոց եկեղեցին քանդվի, որովհետև ոչ մեկին գաղտնիք չէ, որ մեր եկեղեցին սովետական ժամանակվանից Վազգեն առաջինից սկսած ենթարկվել է ռուսական KGB-ին։ Նրանցից մի մասը կարող է նաև Պագոնով KGB-իստ են, բայց որոշ մեծամասամբ ենթարկվել են KGB-ին։ Հասկանալի պատճառն է, որովհետև սովետի ժամանակ չէր կարող այլ կերպ անել։ Վազգեն առաջինը արեց այն ինչ որ ինքը կարող էր անել եկեղեցին պահելու համար սովետական պայմաններում, ավելին նա չէր կարող անել։ Հիմա գալով թե ում է սա ձեռնտու եւ ինչպես են աշխատում, եւ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ սա երևացող կողմը եկեղեցի քանդումն է, չերևացող կողմը սպյուրքին առանձնացնելն է, որովհետեւ դրանք իրար հետ փոխկապակցված են։ Այսօր եթե դու Էջմիածինը քանդում ես, իսկ սպյուրքը ամբողջովին եկեղեցու շուրջ է կառուցված, որ մի գաղութը որ գնաք Հայաստանից դուրս, մարդիկ եթե ուզում են մեկ ուրիշ հայ հանդիպում են եկեղեցու շուրջ։ Եկեղեցին է, որ իրենց քաշում է, իրենց հայկականությունը պահում է։ Ճիշտ է, դժվար է, տարբեր երկրներում տարբեր խոչընդոտներ կան, ասիմիլյացիա կա եւ այլն, բայց համենայն դեպս եկեղեցին եղել էր կապող օղակը միշտ Հայաստանի հետ սպյուրքին։ Հիմա երբ որ դու քանդում ես այս եկեղեցին եւ ինչպես երևում է նա գնում է այսպես ասած այդ բողոքականների ճանապարհով, որ կարող է պատահի վաղը ռուսական Էջմիածնին ասեն, որ դու միայն 28000 քառակուսի մետրի վրա հեգեմոնիա ունես, այնտեղից դուրս դու շունես, հետեւաբար Մոսկվայի անգլիայի առաժուրդը, Գարեգինբիի եղբայրը կարող է առանձնանալ եւ դառնալ օրինակ համար ինչպես որ Բոսո պատրիարքն է կամ Երուսաղեմի պատրիարքն է։ Մենք ունենք այդ նախադեպերը։ Հետևաբար ես բավական համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ուզածը դա է, որ ամեն մի երկրում եկեղեցին այդ երկրները լիվ առանձնանա եւ Հայաստանի Էջմիածինն լինի միայն Հայաստանի համար եւ ոչ մեկ ուրիշ տեղի համար եւ այդ ձևով ինքը նաեւ կունենա մեծ ազդեցություն եկեղեցի վրա, թե ով է ընտրում, ով չի անում։ Հիմա սրա բաները թե ում է ձեռնտու, ուզում եմ հիշեցնել, երկու անգամ ասի հիշեցնեմ, բայց չհիշեցրեցի, որ բազմաթիվ անգամներ թուրքերը եւ ադրբեջանցիները քննադատել են մեր սպյուրքը, ասելով սպյուրքն է խանգարում մեր մերձեցմանը, մեր բարեկամությանը, եթե սպյուրքը չլիներ, մենք Հայաստանի հետ շատ շուտվանից արդեն բարեկամացած կլինեինք։ Եվ այդ պիտակը, որ սպյուրքն է եղել, որ ցեղասպանությունն է միշտ առաջ քաշել եւ խանգարել է, որ մենք Թուրքիայի հետ միասին բարեկամանանք, ուրեմն պետք է սպյուրքին եւ դա բացարձակ էլ ասել Էրդողանի վերանով, որ պետք է սպյուրքին ամբողջովին մի կողմ դնել, որ նրանք ոչ մի ազդեցություն չունենան։ Սպյուրքին մի կողմ դնելով դու եկեղեցին արդեն թուլացրեցիր։ Այդ աշխատանքը լինում է, դա հիմա այնքան բացարձակ չի երևում, բայց սպյուրքում այսօր մեծ բողոքի շարժում կա այս Նիկոլ Փաշինյանի արած գործունեությամբ, որովհետև նույնիսկ եմ կրկնում, սպյուրքի համար եկեղեցին ամենակարևորն է, նրանք ուրիշ բան չգիտեն եկեղեցիից բացի։ Հիմա այս հիբրիդային պատերազմում ասում էի ժողովրդին բարոյալքել եւ հասկացեք, որ վերջի բաստիոնը բարօգտագործենք կամ վերջի սյունը, որի վրա հայ ժողովուրդը կարող էր հենվել իր հոգևոր կյանքով, դա եկեղեցին էր եւ հիմա դու եկեղեցին եւ միաբանվել։
միաբանվելու փոխարեն քանդում ես։ Օրինակ եմր ես երեք լսեցի Արման Բաբաջյանի լայվը։ Եվ Արման Բաբաջյանն այնտեղ ասում է, որ դրսից եկեղեցիները արաբ եւ տալիս է ոչ մեկի անունը չի տալիս։ Միայն Արամ կաթողիկոսի անունը։ Այն հարցնել էր, դա հաջորդը Արամ կաթողիկոսը պետք չի խառնվի։ Ինչու՞։ Կարող Արամ կաթողիկոսը նույն կրոնը չունի։ Հա, մենք գիտենք ունենք երկու կաթողիկություն, որովհետև եւ դա պատմական պատճառներ ունի։ Բայց դա նույն եկեղեցին է, դա նույն հավատքն է։ Պարոն Երնիկյան, չեք մտածում, որ հաջորդ հարվածը Արամ կաթողիկոսի Անդրեասի կաթողիկոսությանն է գալու։ Դա Արման Բաբաջյանը տվեց դրա սկիզբը։ Հենց ինքը տվեց բոլորին հայտնի է Արման Բաբաջյանն այսպես կոչված սուտի արևմտամետներից է, ով որ Նիկոլ Փաշինյանի թիկունքն է պաշտպանում։ Հետևաբար նա ուղղակի եւ անուղղակի ձևով Նիկոլ Փաշինյանի արած գործողությունների վրա ջրաղացի վրա ջուր է լցնում։ Հիմա նաեւ շրջանառվում է, որ երկու առաջնորդ, մեկը Բոլսի պատրիարխը, մեկն էլ Հյուսեյն Ամերիկայի նախին պատրիարխը, որ հիմա Վատիկանի ներկայացուցիչն է Էջմիածնի, Պարսամյան, կարծեմ ազգանունը, նորություններում տարածվում է, որ այս երկուսը իբր թե պահանջում են, որպեսզի Գարեգին իր հրաժարականը տա։ Նույն նմանատիպ մի սուտ լուր տարածեցին, որ մոռացա անունը Աշակ arczepiskopոսի, որ իբր թե նա էլ է պահանջել Գարեգինի վրի հրաժարականը, բայց նա հերքեց, որ ես այդպիսի բան չեմ պահանջել։ Սա այն նույն սրբազանն է, որի նկատմամբ այդ կադրերն են հանել։ Հիմա այդ թեման, որ բացեցի կադրերի, գիտեք, մեր մոտ, մեր ժողովրդի մոտ 70 տարվա բռնապետական սովետական երկրում ապրելուց հետո մեր մոտ չի վերացել դեռ վնասորդներ կան բռնապետական գործողությունները գովալու։ Ասում են լավ են արել, որ այդ վիդեոն դրել են։ Չեն մտածում, որ ժողովրդավարական բաստիոնում իրավունք չունեն մարդու գաղտնի կյանքը մեջտեղ հանել։ Հիմա պետք է հարց տալ, ով է նկարահանել, ով է տարածել, ով է դուրս հանել։ Պարզ է, որ տա նկարահանել է ԱԱԾ-ն, եթե ոչ արհեստական բանականությամբ ստեղծված է, եթե ասենք թե ընդունենք, որ դա ճիշտ է, նկարահանել է ԱԱԾ-ն։ ԱԱԾ-ից ով է դուրս հանել դա եւ ով է հրապարակել։ Այս մարդիկ նկարահանողը, դուրս հանողը ԱԱԾ-ից եւ տարածողը քրեայորեն պետք է պատժվեն ամենախստությամբ, որովհետեւ եթե դու դա թույլ տաս, ոչ մի չկա սահմանափակում, որ վաղը ձեր կամ իմ տուալետում կամերա չեն դնի։ Դե ես գիտեմ, մեր տանը բաներ կան, ջուջոկներ, այսպես ասած կան, երբ որ ես տուն եմ գալիս, ասում են տավարիշ մայոր, միացրեք բայց իրավունք պետք է ունենալ, չէ, դա հատուկ ընթացակարգով է թույլատրվում նկարահանումը գաղտնի եւ գաղտնալսումը։ Այո, բայց իրենք դա շրջանցում են։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչպես են շրջանցել, ես ձեզ մի իմ անձնական օրինակից բերեմ, որտեղ դա շատ կարևոր է։ Ուրեմն իմ տունը Սասնա-Ծռերի օրերին, ամսի 18-ին եղավ Սասնա-Ծռերը, ամսի 18-ին ինձ ձերբակալեցին ՊՊՑ գնդի մոտից, 6 ժամ պահելուց ինձ ազատ արձակեցին, այդ ընթացքում նրանք գնացել էին դատարան եւ դատարանից դրսել էին սանկցիա, որ իմ տունը խուզարկեն։ Ամսի 19-ին գալիս են մեր տուն եւ խուզարկում եւ ինձ ձերբակալում են։ Բայց երբ որ դու դատարան ես դիմում, որ սանկցիա տաս, դու պետք է ունենաս հիմքեր, թե ինչու համար պետք է Կարո Եղնիկյանին գաղտնալսեն։ Նկարահանում չէ, գաղտնալսման մասին է խոսքը։ Ինչու պետք է գաղտնալսեն։ Ու այդտեղ պատճառաբանությունը հետևյալն է։ Սա շատ կարևոր երկու բառ է, օպերատիվ ինֆորմացիա։
շակերտների մեջ եմ ասում այս երկու բառը, ունենք օպերատիվ տեղեկատվություն, որ կարող է Եղնուկյանը այսպես բաներ է պլանավորում, հետևաբար մեզ պետք է իրեն գաղտնալսել, որ մենք բացահայտենք։ Հիմա իհարկե օպերատիվ ինֆորմացիայի ասում են էլի կարող է Եղնուկյանը սա եղել, նա եղել եւ այլն։ Հիմա հարց, այդ օպերատիվ ինֆորմացիան ինչպես է իրար ձեռք բերել։ Քանի որ իրանք նոր են դիմում դատարան, որ ինձ գաղտնալսեն, բայց հիմք բերում են օպերատիվ ինֆորմացիան։ Արժ չէ, որ այդ օպերատիվ ինֆորմացիան եղել է անօրինական։ Անօրինական ձևով ինձ գաղտնալսել են եւ այդ գաղտնալսման հիմքով անօրինական իրենք գնում են հիմա դատարան, վերցնում են սակցիա ինձ խոզարկելու։ Այսպիսի մեթոդներ են անում եւ տվյալ դեպքում բայց իրենք դա չեն անում, որովհետեւ սա դատական process չէ, նրանք այստեղ անում են ամենակեղտոտ ձևը, որը մարդու բաղնիքում դնում են կամերա եւ նկարում են, հետո էլ այդ հանում են դուրս։ Սա քերոեն պատժելի է, նկարելը, դուրս հանելը, տարածելը, ամբողջ Հայաստանի քրեական օրենսգրքի համաձայն։ Բայց ով պիտի դա անի, դատախազ ունենք Վարդանյան, չի անգործության մեջ է մտնված։ Պետք է այդ նկարահանումը անողներ հիմա արդեն ձերբակալածներ չեն անում, որովհետև եւ չի բացառվում, որ վաղը Գարեգին Բ-ի նկատմամբ էլ կարող է վիդեո լինի, ձայնագրություններ լինեն եւ այլն։ Շնորհակալ եմ, գովազդ հայտարարենք եթերում, դուք էլ մի շունչ արեք, որովհետև հաջորդիվ էլի ծանր է խոսակցությունը, որովհետև ծանր է իրավիճակը իսկապես, թեթև չենք կարող այսպես անցնել կողքով։ Գովազդը եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Կարո Եղնուկյանի հետ ենք մենք զրուցում, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ։ Պարոն Եղնուկյան, Փաշինյանը երեք այսպիսի հաղորդագրություն ուրեմն իլուր բոլորի տարածեց, ասեց այսօրվա պատարագը իր համար, իր հոգու եւ հոգեվոր կյանքի նորոգման կարևոր մեկնարկ էր եւ տեղեկացրեց, որ մյուս կիրակի օրը նույնպես Հովանավանքում մասնակցելու է Սուրբ Պատարագին։ Փաստորեն երեկվա Հովանավանքով պատարագով չավարտվեց այս գործընթացը շարունակվելու է եւ մինչեւ ուր է շարունակվելու, սա առաջի հասն է եւ այնուամենայնիվ վերադառնանք Անտիլիասի կաթողիկոսարանի հարցին, Արամ առաջինի գործոնին, որովհետեւ Սփյուռքում շատ սփյուռքահայեր նաեւ Անտիլիասին են շուրջն են համախմբվում։ Դա էլ կարևոր գործոն է եւ այսպես այս գործընթացը Հովանավանքի այս գործընթացը անջատման փաստորեն գործընթացը շարունակվում է։ Ինչպես ասացի, սա փաստորեն այդ կոնկրետ Հովանավանքի եկեղեցին, որ իմիջայլոց կադաստրի փաստաթղթերով, որ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում ասել, պատկանում է Էշմիածնին։ Եվ Արա Զորաբյանը երեկ կարծեմ թե առաջուր էր կադաստրի փաստաթուղթը վկայականը, որ համ հողը, համ էլ կառույցը, ոչ թե միայն եկեղեցին եւ հողը ասենք թե պետականը, հողն էլ կառույցն էլ պատկանում է Էջմիածնին։ Հետեւաբար Էջմիածինը որպես տանտեր, ես ավելի կենցաղային լեզվով եմ ասում, ոչ թե կրոնական բանով, ամեն իրավունք ունի ասելու, որ դու կարգալույց ես, տնեսս դու սարի։ Դու ապօրինի այնտեղ հիմա մնում ես, ապօրինի ես դու։ Քաղաքացիական օրենսգրքով փոխարինել։ Ներողություն, անգամ եթե կարգալույց եղած չէ, բայց նշանակումը փոխում են, իրեն հանում են, ուրիշին են նշանակում։ Նա այլևս իրավունք փաստացի այդ դա է խնդիրը։ Այո, իրան ասել էին, մինչև ժամը 3-ը բանով պաշտոնական նամակով Էջմիածնից, մինչև ժամը 3-ը ուրփաթորն է թե ինչա։ Կարևոր չի, կարևորը պետք է դուրս գան եւ բալիկները հանձներ։ Սա նույնն է ինչ որ դու վարձակալ ունես, այդ վարձակալի ժամկետը անցել, ասես բալիկները հանձնի գնա։ Շարունակեք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարեց, որ սա սկիզբն էր։ Հետևաբար, երբ նա ասում է սա սկիզբն էր, մենք հասկանանք, որ շարունակություն են նելու եւ շարունակությունը չի բացառվում, որ մի քանի ուրիշ եկեղեցիներ էր իրենց տերայիններով եւ իմիջիայլոց դժվար չէ եկեղեցականներին կոմպրոմատ գտնել։ Նույնիսկ կգնեմ մարդ է ոչ մեկ Քրիստոսի խոսքերը կա, որ չի գործել, թող առաջինը քարնետի։ Հիմա ես վստահ եմ, որ բոլորի վրա, եւ եթե իրանց նպատակը ծուռ է, ամեն մեկի տանը կամերա են դրել, ամեն մեկին ձայնը լսում են, հետեւաբար շանտաժ անելը եկեղեցականի շատ ամենահեշտ գործերից մեկն է։ Եվ կանչում ես, ասում ես նայ, քեզ կամ խայտարակելու եմ, կամ դու անցնելու ես իմ կողմս։ Վաղը ասում ես, որ կաթողիկոսը սենց էր, նենց էր, ինչ որ ես Եվ կարծում եք եկեղեցիների թիվը կարող է ավելանալ։ Ես կարծում եմ այդպես են իրանք աշխատելու, որովհետև այդ ձևով դու արդեն քանդում ես կառույցը։ Այդ կառույցը հետո պիտի եւ իհարկե ճնշումը կա, որպեսի Գարեգին բն հրաժարական տա։ Եվ այս վիճակում եթե Գարեգին բն հրաժարական տվեց, դու արդեն խարխրել ես եկեղեցին եւ հաջորդ ընտրությունները լինելու են ինչպես որ Նիկոլ Փաշինյանն է ուզում, ում է ուզում։ Ինչպես նշեցի, արդեն երկու առաջնորդների անունը շփվում, որպես իբր թե անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, մեկը Պարսամյանը, որ նախին Հյուսեյն Ամինքայի առաջնորդն, որ հիմա Վատիկանում է ներկայացուցիչ, ուսն էլ Բոլիսի Ստամբուլի առաջնորդ։ Հիմա նա այսպես իրենք քիչ-քիչ մարդկանց ներքաշելով մարդկանց ասելով այս տերայիններին
եկեղեցիները կարող են անջատել եւ ամեն մի եկեղեցի դառնում է աղանդավոր եկեղեցի, հետո այդ եկեղեցիները կարող է միանան, եթե մինչև այդ չհասնի իր նպատակին, այդ անջատված եկեղեցիները կարող է միանան ու ստեղծեն իրենց նոր կաթողիկոսարանը եւ իրենց նոր կաթողիկոսին ընտրել։ Այս ձևով բաժանեցին։ Հիմա Անտիլիասը։ Անտիլիասը Արամ կաթողիկոսը գոնե ինչքան որ տեղյակ է ինֆորմացիաները տարածվում են, չունի իր նկատմամբ որ ինձ է մի կոմպրոմատ։ Չի ասվում որ երեխա ունի, կին ունի, փող է լվացել կամ եւ այլն եւ այլն։ Օրենք չի խախտել, կարգ չի խախտել։ Կարգ չի խախտել, ինքը մաքուր է այս պահին։ Հիմա սա նշանակում է շատ վտանգավոր է իշխանությունների համար եւ թուրքերի համար։ Իմիջիայլոս երբ ասում էինք ով է լրնտու, չմոռանանք որ Փաշիզադեն ուղիղ հրահանգ տվեց Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանը կատարում է որ եկեղեցի պետք է մաքրես։ Մեկը հարցնի իրեն տեղակայում է դու ինչ գործ ունես մեր եկեղեցի հետ, բայց հրահանգ է տրվում։ Նույն ձևի այդ հրահանգի գործելավոճը Նիկոլ Փաշինյանն է ընտրում։ Ամեղության կանխավարկածը խախտելով Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարություն է անում, որ օրինակ համար Գյումրիի քաղաքապետին հրահանգով բանալիս, որ նա գնացեք նայեք ինչեր է արել։ Ունակ գնացին գտան, ամեն մեկի տակը գտնեն։ Մենք հրեշտակներ չենք, այսպես ասած, աշխարհում եւ 70 տարվա կոռումպացված սովետական համակարգի ժառանգորդներն ենք, որտեղ շատերը նախընտրում են կաշառք տալ, քան թե օրինական գործ անել։ Որտեղ կաշառք տալով ավելի շուտ է լինում գործը, քան թե եթե օրինական դիմում ես, օրինակ քաղաքաշինության գործի մեջ թույլտվություն եւ այլն։ Հետեւաբար հեչ դժվար չի այսօր այդպեսի մարդկանց ձեռքերը ասֆալտին փռել եւ ձերբակալել։ Շատ հեշտ է, որովհետեւ իրենք արել են այդ խախտումները։ Բայց այդտեղ կարևորը որ նույն ժողովրդի գնում է հակառակը ժողովրդի ականջը շոյվում է, որ Նիկոլ Փաշինյանը ասում է հələ գնացեք այդ Պողոսին միակ նայեք ինչեր է անում։ Աչքից նա գողություն է արել։ Չեն ասում որ հայ Նիկոլ, դու ինչ իրավունք ունես ամեղության կանխավարկածը խախտել, դու դատախազ չես, բայց ինքը դրանով ինչ անում։ Դրանով ինքը ասում են հեռախոսով զանգեցին, զանգելու կարիք չկա, ինքը արդեն ասել է բացահայտ որ այսինչին ստուգեք, այսինչին բռնեք, այսինչին ձերբակալեք, որովհետև նա այսինչ էշիշ բանն է արել։ Նախորոք ասում է մեղքի մասին, որը դեռ պետք է դատարանով ապացուցվի։ Կամ նախորոք ասում է վարկածի մասին, այն 15 հատ երիտասարդ զինվորները, որ վառվեցին։ Նիկոլ Փաշինյանն որտեղ գիտի այդ ինֆորմացիան, որ չեմ անում ինչ է եղել, ինչ է եղել, ինչու ելավ ինքը այդ ամեն ինչ ասել, որովհետև այդ դրանով նա ուղղորդում է ուժային մարմիններին, թե որ ուղղությամբ գնան եւ ինչ հետևանք պետք է լինի, ինչ ռեզուլտատ պետք է ստանան։ Պետք է Բագրատ Սրբազանին ձերբակալել։ Հետևաբար ասում է նա հələ սենց կանենք, նա ինչ է խոսում եւ այլն։ Սա այս մեթոդը օգտագործում է եւ մեր ժողովուրդը արդեն այնքան է նորից եմ ասում այդ սովետից մնացած, որ անումա լավ է անում Նիկոլը։ Դրանց տենց է պետք։ Պարոն Եղնուկյան, շնորհակալ եմ այս վերլուծության համար, բայց հաջորդ հարցս լինելի է հասկանալի բոլորի համար։ Ամենամեծ վտանգը, որը գալու է այս ամեն ինչից հետո։ Այս դեռ բուրըն բոլորը, ինչպես ասում են, տաք են, դեռ կեսը ողջունում է Նիկոլ Փաշինյանին, մյուսները պախարակում են, եկեղեցի են գնում, մյուսները մեկը մյուսին ասում է դու արդեն աղանդ ես, մարդիկ արդեն բաժանվում են, մեկը մյուսին աղանդավոր են անվանում։ Այս ամենի, այս ճեղքվածքը, որ ավելի եւ ավելի խորանում է այս ներկա նախկինից հետո, սև սպիտակից հետո, հիմա էլ աղանդավոր են իրար հրճակում, նշանակում է մի հատ էլ խորը ճեղք տվեց, չէ՞։ Միասնության մեջ մեծ խորը ճեղք է առաջանում, հետո։ Նայեք,
իմ օրինակով վերցնեմ, ես հավատում եմ Աստծուն, բայց օրինակ ես չեմ ընդունում, որ Քրիստոսը Աստծո զավակն է։ Ես կարծում եմ, որ Քրիստոսը երբ որ ասել է Աստծո զավակն եմ, ինքը ասում է դա որպես փոխաբերական, բոլորս ենք Աստծո, ես եմ Աստծո զավակ։ Հետևաբար ինձ մեր եկեղեցին այդ իմ խոսքից համար ինձ չի ընդունում, որպես ես հավատացյալ եմ կամ քրիստոնյա եմ, որտեղ դու չես ընդունում, որ Քրիստոսը Աստծո զավակ է, դու ուրեմն քրիստոնյա չես։ Մեզ մոտ նաև Քրիստոսը Աստված է։ Այո։ Հիմա սա ինչ է ասացի, բայց ես մեր եկեղեցին գնահատում եմ որպես մեր վերջին եւ ամենակարևոր հենասյուներից մեկը։ Հետևաբար ես ատամներով կպաշտպանեմ այսպես կոչված ոչ քրիստոնյա հայը, շակերտների մեջ, ես ինձ քրիստոնյա եմ համարում իմ ջանոց, կնքված եմ եւ այլն։ Բայց ես ատամներով կպաշտպանեմ այս մեր եկեղեցին, չնայած որ ժամանակը որ գա պետք է որ Գարեգին բն հեռանա, բայց ոչ այս ձևով, ոչ Նիկոլի այս կեղտոտ ձևով, ոչ Փաշեզադեի կամ Ալիևի ցուցումով։ Այդ դա պետք է լինի, հենց եկեղեցին պետք է անի, եկեղեցին պետք է ինքն իրան մաքրի։ Դա իրենց գործն է, որտեղ եթե մենք նայենք, ոչ մի քրեական գործ չկա։ Այդ քրեական երկու գործը, որ երկու սրբազաններին վերաբերյալ ստեղծել են, դա շինծու գործեր են, ամբողջովին շինծու գործեր։ Աջապահյանին եւ Բաղրատ սրբազանին շինծու գործեր են։ Հետևաբար քաղաքացիական օրենսգրքով կամ քրեական օրենսգրքով չեն կարող իրենք կամ այս բանին չունեն սարքած գործ, բայց կարող են սարքել։ Հետևաբար իրանք դիմում են բարոյական հողի վրա։ Իսկ եթե դու բարոյականով ես անում, հարգելի Նիկոլ Փաշինյան, դա քո գործը չի։ Դու գնա քո բարոյականության մասին մտածի։ Դու գնա քո մտածի, որ դու ամուսնացած չես։ Եվ կնոջը ձեռքը բռնած տանում ես այս երկրից այն երկրին ներկայացնես որպես առաջին տիկին, երբ որ պաշտոնապես ամուսնացած չես։ Ոչ եկեղեցով, ոչ էլ ԶԱԳՍ-ով։ Հիմա եկեղեցին բարոյականության մեջ մեղադրելը, հա իրավունք ունես դու դա ասել, բայց իրավունք չունես դա իրագործել եւ դատավճիռ կայացնել եւ որոշում կայացնել։ Եկեղեցին ինքը պետք է դա անի։ Արեց, չարեց դա քո գործը չի։ Հիմա այսպես ինչպես ու ասում եմ ամեն մի եկեղեցին պարակտելով, առանձին եկեղեցիները հանձնացնելով, իրենց նպատակն է եկեղեցին քանդելը։ Եվ այստեղ շարունակություն ասեմ Արամ կաթողիկոսի, սկսեցի բայց չվեշացրեցի, Արամ կաթողիկոսի դերը կարող է լինել շատ կարևոր միասնական դեր, որովհետև դրա համար են ախենում, եւ դրա համար է Արման Բաբաջյանը անունով տալիս կաթողիկոսին, որ չխառնվի, իսկ ես ինչպես ասացի, նա ամեն իրավունք ունի խառնվելու, ամեն իրավունք ունի արտահայտվելու, դու ազատ խոսքի իրավունք չես կարող սահմանափակես։ Ով ես դու Արման Բաբաջյանն, որ Արման կաթողիկոսին ասես չխառնվես։ Կարող է մուստղայի պես բերանը փակեք Արամ կաթողիկոսին։ Արամ կաթողիկոսը ոչ մի սխալ բան չի ասել։ Նա ասել է իր բոլոր ճարերը այս թեմայի շուրջ, խոսքը գնում է միասնության, հաշտության, որ լեզու գտնեն իրար հետ։ Իմիջայլոց Արամ կաթողիկոսը առաջի անգամ չէ, որ այս հարցի վերաբերյալ։ Նա նույնիսկ դիմել է, որ դա անձամբ եւ հաշտության եզեր գտնի, այսպես ասած իշխանությունների եւ էշմիածնի միջեւ, բայց չկա Նիկոլ Փաշինյանը դա չի ուզում։ Եթե ուզեր Արամ կաթողիկոսը արդեն ստեղ կլիներ։ Շնորհակալ եմ։ Վերջին հարցս, եթե կարելի է կարճ պատասխանեմ ակնկալում, որտեղ ժամանակն է վերջացել, բայց ոնց կստացվի, պարոն Գետնուտյան։ Նորից վերհիշում ենք Փաշինյանի այս խոսքը, Աստծո պատարագը ինձ համար, իմ հոգու եւ հոգեվոր կյանքի նորոգման կարևոր մեկնարկ է։ Նա շեշտում է, որ իր հոգու համար կարևոր ինչ որ իրադարձություններ, իր հոգու համար կարևորությունը արդյոք նույնքան կարևոր է ազգի համար։
եւ Հայաստանի Հանրապետության համար նույնպես շատ կարեւոր էր շահը իր ազգի շահից էր բխում, պետականության շահից էր բխում այն, որ ինքը իր հոգևոր հարցն էր փորձում լուծել այս ճանապարհով։ իր հոգևոր բավարարությունը ազգի բավարարության միասին պետք չի հայեմատել սարուզոր տարբերություն կա ես նույնիսկ հիշեցնեմ որ Սրբազան պայքարի այդ հավաքված ժողովուրդը եւ հարցումները որ կատարել էին որտեղ եկեղեցին ուներ 70% հավանություն սա վախեցնում է Նիկոլ Փաշինյանին որը եւ վախեցնում է թուրքերին որովհետեւ թուրքերը հասկանում են որ այո նրանք ճիշտ են որ ռևանշը կարող է հենց եկեղեցիից սկսի իրանք ռևանշի դեմ են խոսում Փաշազադեն ասում է ռևանշիստներ են եկեղեցին այո եկեղեցին ռևանշիստներ որովհետև Նիկոլ Փաշինյանի խոսքին կա երկրորդ խոսք, հա, եկեղեցու խոսք կա, որը լսվում է ժողովրդի կողմից։ Իհարկե, մեր ժողովուրդը 95% ինչպես ասի առաքելական եկեղեցին են պատկանում, այդ դրա միայն կեսն է հավատացյալ։ Մյուս կեսի ինպես է։ Բայց այդ նույն իմ կեսի չափը նա բոլորն էլ ընդունում են էջմիածնին։ Ես երեք խոսում եմ մի բարեկամի հետ, ով որ ատելով ատում է Գարեգին Բեին եւ ասում է ինչքան շուտ նրան հեռացնել այնքան լավ։ Երբ որ ես իրան բացատրեցի այս ինչ որ հիմա եմ խոսում, ինքը հասկացավ եւ ասեց հա ասես Կարոն ջան, հասկանում եմ պետք չի ուրեմն։ Այսինքն այստեղ ավելի խորքային խնդրեմ է, քան Գարեգին Բեի անձի խնդիր պետք չի լինի։ Ոչ մի եկեղեցական պետք չի լինի խնդիր, որպեսզի աղանդավորություն սկսվի, նոր աղանդավորություն, որովհետև ուրիշ դու չես կարող ձևակերպել։ Աղանդավորությունը, եթե չես ենթարկվում էջմիածնին, ուրեմն աղանդավոր ես։ Դեստեղ էլ փաստորեն ես ասացի բողոքական թողանունը չլինի բողոքական, բայց Պավլիկյան թողնի։ Շնորհակալ եմ շատ այսօրվա զրույցի համար, շատ ձեր բարձրաբանումները, ձեր մեկնաբանությունները կարևոր էին հենց այսօր։ Շնորհակալություն։ Ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Կարո Եղնուկյանն էր մեր զրուցակիցը, սիրելի հայրենակիցներ, ես շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք այս ընթացքում։ Զրուցուար մեի ես Գայանե Առաքելյանս, բարի տենց։